Բաքվում ոչ միայն դատվում է Արցախյան, այսպես ասեմ, վերնախավը, վերջի մի քանի 10 տարիների իշխանությունները, ասենք բարձրացան զինվորականներ, այլ նաև կան այլ գերիներ։ Մենք գիտենք, որ եթե չեմ սխալվում, 32 այլ գերիներ ունենք այնտեղ։ Բաքվում ոչ թե դատում են այդ մարդկանց, այլ դատում են ամբողջ հայ ժողովրդին։ Բաքվում փորձում է ապացուցել, որ հայերն են ագրեսոր, հայերն են ցեղասպան, դրանով կասկածի տակ դնելով նաև հայոց ցեղասպանությունը, ցույց տալով աշխարհին, որ տեսեք, նրանք բռնազավթել են եւ այլն եւ այլն։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այդ շոուն հետապնդում են մեկ նպատակ՝ ուղղակի ամբողջ աշխարհին ցույց տալ, որ հայերը ցեղասպանություն են իրականացրել Արցախում եւ այլն եւ այլն։ Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության իշխանությունները ուղղակի կասկածի տակ են դնում հայոց ցեղասպանությունը, քրեական գործեր են հարուցում բոլոր այդ մարդկանց նկատմամբ, դա ռազմաքաղաքական նախկին ղեկավարություն կլինի, ներկայիս եւ այլն, ասենք քաղաքական ուժերի սպաների հանդեպ, ովքեր ուղղակի ընդդիմանում են իրենց։ Եվ ես ենթադրում եմ եւ ես վստահ եմ, որ այդպես էլ կա, որ չեմ կասկածում, հավատացեք, որ ներկայիս իշխանությունների գործողությունները ուղղակի պայմանավորվածություն են հենց ադրբեջանական իշխանությունների հետ վերջ դնել, այսպես ասած, բոլոր ճակերտավոր Ալիևի կողմից հնչեցված այն ռևանշիստերին, ովքեր որ Արցախը հայկական են համարում, վերջի վերջո Արարատ այլևս հայկական լեռը չէ, հայոց ցեղասպանությունը կասկածի տակ է, մենք ենք մեղավոր, որ ցեղասպանվել ենք, ճանապարհներ են բացում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, մենք խաչվելուկ ենք դառնում, այլևս մենք պետություններ չենք, վերջի վերջո մեր երկիրը ուղղակի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը դրվում է, կասկածի տակ փոխվում է սահմանադրություն, սահմանադրության մեջ փորձում են, ինչպես Նիկոլ Փաշինյանը ասաց իր գաղափարախոսական ճառի մեջ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ապրեն էթնիկ փոքրամասնություններ։ Ոչ մեկ կան չառավ իր արտահայտության վրա, չէ՞ որ էթնիկ փոքրամասնությունների մեջ պետք է լինեն նաև 300,000 ադրբեջանցիներ, իսկ Հայաստանի նման փոքր երկրի համար ունենալով 2,900,000 բնակչություն, դա ուղղակի կատաստրոֆա կարող է լինել։ Թե մենք չստացվենք, հավատացեք, մենք կորցնել ենք ամեն ինչ, մենք կորցնել ենք մեր ինքնությունը, հայ լինելու եւ մեր հողի վրա, մեր հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը եւ ամեն ինչ տանում է դրան։ Բայց ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը դեռ իր ասելիքն ունի։ Տեսեք ինչ հետաքրքիր մի փաստ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ուղղակի խզեցին իրենց ամբողջ կապը Սփյուռքի հետ։ Սփյուռքի շատ կարևորագույն համայնքների ղեկավարների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է ուղղակի։ Բոլոր այն այլ երկրների, դա կլինի Եվրոպական միության, թե Ռուսաստանի Դաշնության, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բոլոր այն քաղաքական գործիչների եւ հասարակական գործիչների մուտքը, ովքեր դրսում ուղղակի հայանպաստ քայլեր են իրականացնում, նրանց մուտքը նույնպես արգելվել է Հայաստանի Հանրապետություն։ Ես չեմ կարծում, որ սա ներկայիս իշխանություններն իրականացնում են պատահականության սկզբունքով։ Ես վստահ եմ, որ սա ծրագրավորված գործողություններ են, քայլեր են, որոնք ուղղակի սինխրոն ձևով իրականացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների թելադրանքով։